քո երգը վաղուց եմ լսել Անդրանիկ Սեթրակյան, 33 տարեկան, վերադարձել է կալանավայրից, ամուսնացած է, ունի 1 որդի։ Բարդես ունակություն Հայկ Մինասյան, 9 տարեկան, Անդրանիկի որդին է։ Հայկ? Դու Հայկն ես, չէ՞։ Հայկ ով է, Հայկ։ Հայկ։ Հայկն է։ Ով է։ Բարով ձեզ, ում եք ուզում։ Կարեն Մինասյան, 31 տարեկան, նկարիչ է։ Ես Գոհարենց բնակարանը չի։ Գոհարը չի էստեղ ապրում։ Գոհարն էստեղ ապրում։ Բա դու ով ես։ Հա։ Հայկ ջան, դու գնա ներս, ես հիմա կգամ բալես։ Ո՞վ բա դու Կգամ բալես, գնամ մի քիչ հետո կգամ։ Ինչ։ Պապ։ Ով ես Գոհարը։ Հա։ Ինչ պապ արա։ Մի րոպե, Անդրանիկ, ես ճիշտ հասկացա, չէ՞ դու Անդրանիկն ես։ Մի րոպե։ Հանգստացի, ես քեզ ամեն ինչ կբացատրեմ։ Ինչ հանգստանամ, արա, ինչ հանգստանամ։ Ուրա գինս։ Գոհարը ուրա Գոհարը։ Անդրանիկ, հանգստացի։ Դու ստեղ ինչ գործ ունես, ով ես դու։ Անդրանիկ, դու ինձ մեղադրելու, ոչ էլ Գոհարին մեղադրելու իրավունք չունես, որովհետև ոչ մի բանից տեղյակ չես, հանգստացի Դու ինչ մեղադրել այն ասում, ես քեզ կսպանեմ, քեզ էլ Գոհարին էլ երկուսին էլ կմորթեմ, հասկացար դու, հասկացար Բարի ինչ ա եղել, Անդու Գոհար Սեթրակյան, 30 տարեկան, Անդրանիկի կինն է։ Անդու ինչ եղավ, արի ներս տանենք Արի ներս տանենք Այ է կողմից վայ է Արի ձեռքերս չող։ Արի կողմ նորմալ է, ինչ հանգստացա Հայկ բալես, դու գնա մի քիչ դրսում խաղա, հետո կգաս, հա? Ման բա դասերը դեռ չեմ վերջացրել Ոչինչ բալես, հետո երեկոյան կգաս, մենք միասին դասերը կանենք Դե, Ինչ ես ուզում որ ասեմ ինչի ոչինչ չունես ասելու։ Ամեն ինչ առաջվանն է, երբ 10 տարի առաջ ես բանտ ընկա։ Անդո ոնց էիր պատկերացնում, որ ամեն ինչ առաջվան լիներ, նենց ոնց որ 10 տարի առաջ էր Էս ով է։ Ես ամեն ինչ կբացատրեմ Դե, բացատրի ինձ, հասկանամ։ Ով է էս տղամարդը։ Ու ինչ գործ ունի էս տանը։ Ու ինչի է իմ երեխեն իրան ասում պապա։ Բացատրի հասկանամ։ Անդրանիկ, ես քեզ նորից եմ ասում, դու իրավունք չունես տենց խոսալու Դու լրի։ Ու դուրս գնաս տեղից։
Ես կնոջս հետ եմ խոսում, գնա։ Կար, խնդրում եմ, համ ես մենակ թող։ Կար, ինչ ես։ Խնդրում եմ։ Լավ։ Ինչպես իմացար, որ այստեղ եմ ապրում։ Դժվար չէր ենթադրել, որ կտեղափոխվեիր հորդ տուն։ Անդո հասկացի, ինձ համար էլ է դժվար, ես… Դու ոնց կարողացար, հա? Ոնց կարողացար այդքան շուտ մոռանալ, որ իմ կինն ես։ 10 տարին քիչ ժամանակ չի։ Եվ հետո մի մոռացի, որ ինձ համար այդ ժամանակ շատ դժվար էր, երբ որ դու բանտ ընկար մեր երեխան դեռ չէր էլ ծնվել։ Դու մի մոռացիր, որ բանտ ես քո պատճառով ընկա։ Քո համար ես մարդ սպանեցի ու ընկա բանտ։ Հիմա պետք չի իմ մոտ խղճի խայթ առաջացնել։ Դու իմ պատճառով չես բանտ ընկել, այլ քո բնավորության ու անհիմն խանդի։ Միգուցե հիմա էլ ամեն ինչ աչքիս երևում, չէ՞։ Ոնց որ այն ժամանակ։ Ես ու Կարենը արդեն 7 տարի ամուսիններ ենք ու Հայկը… Լրիր, չեմ ուզում եւս մի անգամ լսեմ, հասկացար, չեմ ուզում։ Մեր երեխային հայր էր, պետք հասկացի։ Երեխայի հայրը ես եմ։ Ես իրանից չեմ հրաժարվել։ Ու չեմ հրաժարվում։ Ես Կարենին սիրում եմ ու ոչ մի բան բանել չեմ արել։ Հա ընդունում եմ, իմ սխալն եղել է այն, որ ես քեզ այն ժամանակ չասեցի իմ որոշման մասին։ Ես թքացում եմ քո վրա, քո կյանքի վրա, ձեր երկուսի վրա։ Ինձ իմ երեխան է պետք։ Ես իրանից չեմ հրաժարվում։ Ես դες երկուսիդ էլ կսպանեմ, հասկացար։ Կսպանեմ ու կվերցնեմ իմ երեխուն։ Բայց Հայկը քեզ որպես հայր չի ճանաչում։ Կճանաչի ուրեմն, կճանաչի։ Չեմ հրաժարվել իմ որդուց։ Դու նման բան չես անի։ Կանեմ կտեսնես, հասկացար։ Ու դա կլինի քո հերթական անպատասխանատու քայլը։ Դու կփչացնես երեխու կյանքը։ Հայկը իմ տղեն է, իմ։ Բայց դու ինչ կարող ես նրան տալ։ Մտածի, դու 10 տարի բանտում ես եղել։ Դու ոչինչ չունես։ Ոնց ես նրա ապագան կառուցելու։ Այդ քո գործը չի։ Այդ իմ գործն է, որովհետև Հայկը իմ տղան է։ Ու ես երկար տարիներ տառապել ու տանջվել եմ, որ ինքը ոչ մի բանի կարիք չզգա։ Ու հիմա ես քեզ թույլ չեմ տա, որ դու իր կյանքը փչացնես։ Ինչ եմ ասում, Գոհար։ Ես ամեն ինչ կանեմ, որ իմ երեխուն վերցնեմ, հասկացար, իրա տեղը իմ կողքին է, ինձ հետ։ Ես դա թույլ չեմ տա։ Կտեսնենք, կապրենք, կտեսնենք։ Տասը տարի առաջ Անդրանիկը դատապարտվել էր մարդասպանության համար։ Ընդամենը մի քանի ժամ առաջ, հայտնվելով ազատության մեջ, Անդրանիկը շտապել էր որդու մոտ, որին նա երբեք չէր տեսել, քանի որ վերջինս ծնվել էր իր կալանավորվելուց հետո։ Թեև նա կանխազգում էր, որ կնոջ կյանքում նոր տղամարդ կա, սակայն այն փաստը, որ հարազատ որդին չգիտի իր գոյության մասին, ծանր ապրումների մեջ գցեց Անդրանիկին։ Չես խոսում։ Պատմի տեսնեմ, տեսար երեխուն։ Ռոզա Մեհրաբյան, 43 տարեկան, Անդրանիկի մորաքույրն է, բուժքույր է, ամուսնացած չէ։ Տեսա։ Մեծացել է, չէ։ Հիմա մեծ տղա կլինի արդեն։ Հրաշք երեխա էր։ Պարզա, ո՞ն պիտի նման լինի։ Քեզ նման պիտի լինի հրաշք։ Հետո ուրախացավ երեխան, որ քեզ տեսավ։ Այնքան էլ չէ։ Ոնց թե այնքան էլ չէ։ Ինքը չգիտի, որ ես իր հայրն եմ։
Փաստորեն դա չի ասել, հա երախուն։ Ինչ աշնորհ աղջիկա։ Երեխան գիտի իր հայրը ներկայիս Գոհարի սիրեկանն է։ Որ ուզում ես իմանաս։ Ես տենց էլ գիտեի, որ դա քեզ սպասողը չի։ Բայց ես Գոհարին չեմ մեղադրում։ Ոնց թե չես մեղադրում։ Էս ինչ ես ասում։ Ով լիներ իր փոխարեն, որ ուրիշ կերպ վարվեր։ Այ քեզ տան։ Ես եմ մեղավոր։ Գոհարը մեղք չունի։ Ես 10 տարիների ընթացքում շատ ժամանակ եմ ունեցել մտածելու իմ արարքի, իմ սխալների մասին։ Հայտ հասկացանք։ Հասկացանք քո սխալները, բա հետո։ Հետո ինչ։ Ես Գոհարիդ գործ չունեմ։ Իր կյանքը իրեն եմ տալիս։ Բայց այ երեխան ինձ հետ կլինի, ու վերջ։ Այդ ուր։ Դուրս կան մի քիչ։ Չէ, հաց եմ սարքել։ Նստի հաց կուտես, հետո կգնաս։ Լավ, հետո կուտեմ։ Հետո ուտել չկա, նստի։ Կսարի հետո։ Նստի։ Օրկուր։ Հա։ Մամայի մահանալու ժամանակ դու իր կողքին ես ելել, չէ՞։ Կողքին էի, բա ինչ էի։ Ես ուզում եմ գնամ մամայի գերեզման։ Գալիս ես գնանք։ Իհարկե կգամ, բայց հաց կուտես, հետո կգնանք։ Հա, տեղացավում։ Գլուխս է։ Խոշկիրս գլուխս պատտվում։ Ոնց պատտվում է։ Անդրանիկ։ Ոնց պատտվում է։ Անդո։ Լավ չես։ Սպասել։ Շտապ օգնություն եմ զանգում։ Վերկաց գնանք պարկենդը։ Ալո։ Բարև ձեզ, խնդրում եմ կանչ գրեք էլի։ Չգիտեմ, ասում է գլուխ զած։ Քնած Հայկա։ Հա։ Ու չի էլ պատկերացնում, թե ինչ ամպա իր գլխին կուտակվել։ Մտածում ես, որ Անդրանիկը կպատմի ամեն ինչ։ Համոզված եմ։ Անդոն հիմա կորցնելու ոչ մի բան չունի։ Իրան մենակ Հայկն է մնացել։ Այ, ինչ սխալ էի ես այն ժամանակ, երբ որ դու ինձ համոզում էիր, որ վաճառենք ես բնակարանն ու գնանք Հայաստանից։ Կարճան, դու ինչ իմանայիր, որ ժամանակից շուտ են ազատելու Անդրանիկին։ Հիմա լավ կլինի, որ հանգստանաս։ Ես չգիտեմ ինչ կլինի իմ հետ, եթե Անդրանիկը Հայկին խլի ինձնից, ես կմեռնեմ, ես առանց երեխուս չեմ կարա։ Չէ, հանգստացի։ Ես թույլ չեմ տա, որ Անդրանիկը նման բան անի։ Ախր դու նրան չես ճանաչում։ Ես ընդհանրապես զարմացա, որ ինքը նորմալ ընդունեց այն փաստը, որ մենք միասին ենք։ Եթե այդ 10 տարի առաջ լիներ, նա ինձ էլ քեզ էլ կսպաներ։ Տեսնում ես։ Ուրեմն նախկին ամուսնուդ մոտ ինչ որ բան դրականորեն փոխվել է։ Ամուսնուս մոտ։ Դու մոռանում ես, որ օրենքի առաջ մենք դեռ ամուսիններ ենք։ Ես այդպես էլ չամուսնալուծվեցի։ Լավ։ Գար, հիմա ավելի ճիշտ կլինի, որ դու մի քիչ պարկես հանգստանաս։ Քնել չեմ ուզում։ Բայց պետք է։
պետք է որ պարկես հանգստանաս ու առավոտյան սթափ ուղեղով հասկանանք ինչ ենք անում։ Ես ուղղակի չեմ պատկերացնում, թե այս ամեն ինչի վերջը ինչ է լինելու։ Ես քեզ խոստանում եմ, որ ամեն ինչ լավ է լինելու, խոստանում եմ, որ Անդրանիկին թույլ չեմ տա, որ քեզ կամ Հակին նեղացնի։ Հավատա, որ ամեն ինչ լավ կա։ Գնանք։ Բարև, Բարև, ո՞նց ես։ լավ, դու ոնց ես։ Ես նորմալ։ Գիտես, հետդ խոսելու բան ունեմ։ Ես տեղ եմ գնում մոք, գնամ գամ կխոսենք, հա, բայց ինքն այսօր պետք է գերեզմաններել գնանք։ Այդ հետո կգնանք։ Հիմա մի գնա, հա, ոչ միտեղ։ Մենք կարևոր խոսելու բան ունենք։ Մոգջան չեմ կարա, պայմանավորված եմ, Փաստաբանի հետ եմ պայմանավորված։ Երեխու հարցով գիտես, որոշել եմ օրենքով լուծեմ այդ հարցը ու վերջացնեմ։ Հիշում եմ քեզ։ Հետո էլ չեմ կարող խոսեմ։ Հիմա ես քեզ հետ շատ կարևոր խոսելու բան ունեմ։ Լավ, մի 10 րոպե կարամ ուշանամ, ասա ինչ է եղել։ Այստեղ գալուց առաջ մտա հիվանդանոց։ Ինչ է եղել, քեզ վատ է զգում։ Մոռացար, հա, որ երեք քեզ այստեղից շտապօգնությունով տարան հիվանդանոց։ Ու այնտեղ անալիզներս հանձնել։ Դե հա, հետ այդ բանտի ապրելակերպից է։ Մոռանում ես, որ մի օր ինչ դուրս եմ եկել։ Չէ, դա բանտի հետ կապ չունի։ Բա ինչի հետ կապ ունի։ Դու հաճախ ես այդպես քեզ վատ զգում, ինչքան ժամանակ է։ Հա, հաճախ գլուխս պտտվում է ու մի 2-3 ամիս։ Ինչ կա նորմալ բան խոսա հասկանամ, հա։ Այս քո թղթերն են։ Դա ինչ։ Դու հիվանդ ես։ Այ Մորքուր ջան, ինչ հիվանդ եմ, ասա։ Լուրջ հիվանդ ես։ Ու ինձ ասացին, որ ես պիտի այդ մասին քեզ ասեմ։ Մի խոսքով, բայց դա կանցնի, անպայման կբուժվես։ Ասա Մորքուր։ Ինչ են ասել։ Քաղցկի ունես։ Ինչ։ Ինչ խոսում, ինչ քաղցկի։ Անպայման տեսնեմ։ Անպայման կանցնի կբուժվես, լավ կլինի, այ կտեսնես։
Ինչ քաղցկեղ, ոնց կարող ես բան լինի, սուտա, ինչ քաղցկեղ։